Մեր պատմության հերոսուհին է արմատներով վանեցի, իսկական երևանցի Վանուհի Սեթրակյանը։ Այս ֆիլմը կպատմի իր կենսագրության, անցած ճանապարհի, ընտանիքի, ձեռքբերումների և հաջողությունների մասին։ Առաջին հերթին իհարկե կխոսենք Վանուհու ծնողներից, ուստի տեղափոխվենք 20-րդ դարի սկիզբ։ 1915 թվականի սկզբին Արևմտյան Հայաստանում տեղի ունեցող մեծ եղեռնը հասնում է Վանի նահանգ։ Վանի նորանշանակ կուսակալ Ջևդեթ Բեյի հրամանատարությամբ սկսվում են նահանգի հայ բնակչության կոտորածները։ Մի շարք գավառներում հայերը դիմում են ինքնապաշտպանության, համառ մարտեր մղելով։ Երկարատև ու համառ դիմադրություն է ծավալվում նահանգի կենտրոն Վան քաղաքում, որտեղ բնակվող շուրջ 23,000 հայերին միանում են նաև շրջակա գյուղերից փախած հազարավոր հայեր։ Մեծ եղեռնի զոհերի թվում են Վանուհու հոր, Մարգարի ծնողները և ընտանիքի անդամները։ Նա հետագայում դառնալու էր Հայաստանի պարծանքը և ճանաչումը կերտող հայկական կոնյակը ստեղծող մշակներից մեկը, իսկ ջարդից կենդանի են մնում նրա հարազատներից մի քանիսը, որոնց ինքը սակայն կորցնում է։ Մարգարին փրկում է մի ռուս զինվոր։ Մարգարն ապաստանում է Արևելյան Հայաստանի որբանոցներում։ Ինքն այնքան փոքր էր մեծ եղեռնի տարիներին, որ անգամ տեղյակ չէր իր ազգանունից, ուստի հոր անունով ստանում է Սեթրակյան ազգանունը։ Միայն տարիներ անց նա գտնում է իր քրոջը և հայտնաբերում, որ իր իրական ազգանունը եղել է Հովհաննիսյան։ Հայոց ցեղասպանության հետևանքով Վանի Այգեստան թաղամասից Երևան են գաղթում նաև Վանուհու մայրական Սարոյանների ընտանիքները։ Տարիներ անց Մարգար Սեթրակյանը և Վիլհելմինա Սարոյանը հանդիպում են, իսկ 1932 թվականին ստեղծում մի նոր հայկական ընտանիք։ Մարգար Սեթրակյանն իր ապագա կնոջ հետ ծանոթացել էր քրոջ բակում։ Այդ ժամանակ Սարոյանների ընտանիքը բնակվում էր Թումանյան 2 հասցեով։ Մարգարն ու Վիլհելմինան ունենում են 4 երեխա, 3 դուստր և 1 որդի։ Անահիտը ծնվել է 1933, Իրինան 1936, Վանուհին 1945 և Սեթրակը 1949 թվականներին։ Վերադառնանք մեր հերոսուհուն Վանուհուն։ Ըստ ծննդյան վկայականի և անձնագրային տվյալների, որպես ծննդյան օր նշված էր 1946 թվականի հունվարի 2-ը, սակայն տարիներ անց մայրը տիկին Վիլհելմինան բացահայտեց ընտանեկան գաղտնիքներից մեկը։ Վանուհու իրական ծննդյան օրը 1945 թվականի դեկտեմբերի 21-ն էր։ Մարգար Սեթրակյանը չի ցանկացել, որ իր դստեր ծննդյան և բռնապետ Ստալինի ծննդյան օրերը համընկնեն։ Հենց այս պատճառով էլ Վանուհու ծննդյան վկայականում որպես ծննդյան օր նշեցին 1946 թվականի հունվարի 2-ը։ Սա լավ առիթ է դարձել ընտանեկան ավանդույթի համար, քանի որ Վանուհու տարեդարձը նշվում է և դեկտեմբերի 21-ին և հունվարի 2-ին։ Այդ տարիներին Սեթրակյանների ընտանիքը բնակվում էր Սայաթնովա 25 հասցեով, որն Արարատ տրեստի շենքն էր։ Վանուհին ծնվել է հենց այդ տանը, հոր ձեռքերի մեջ, և միշտ վայելել է հայրիկի մեծ սերը։ Ինքը Վանուհին հոգատար քույր է եղել և ավագ քույրերի և կրտսեր եղբոր նկատմամբ։ Պատմենք մի հետաքրքիր դրվագ Վանուհու մասին։ Նրա մանկապարտեզում դաստիարակներից մեկը հանձնարարում է երեխաներին հավաքել ճյուղեր վառարանի համար, իսկ ամենաշատը հավաքողին խոստանում է պարգևատրել ծիրանով։ Փոքրիկ Վանուհին հավաքում է ամենաշատը և ստանում է մի քանի ծիրան, որը բերում է տուն կրտսեր եղբոր համար։ Վանուհին ընդունվում է Պուշկինի անվան դպրոց, ապա Իգական և Արական դպրոցների միավորմամբ փոխադրվում է Ձերժինսկու անվան դպրոց։ Նա նաև հաճախում է Սայաթնովայի անվան երաժշտական դպրոցը, իսկ դաշնամուրի իր ուսուցչուհին էր Վանի ինքնապաշտպանության կազմակերպիչ և Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր հայրերից մեկի Արամ Մանուկյանի դուստր Սեդան։ Նա շատ էր հավանում փոքրիկ Վանուհում
եւ հաճախակի նրան կանչում էր պարապելու այն պատմական շենքում, որտեղ ժամանակին բնակվում էր առաջին հանրապետության ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանը։ Սեդրակյանների ընտանիքի բոլոր զավակները ստացել են երաժշտական կրթություն, իսկ միջնեկ քույր Իրինան հետագայում դառնում է պրոֆեսիոնալ դաշնակահար եւ ստանում խորհրդային Հայաստանի վաստակավոր արտիստի կոչումը։ Երաժշտության հետ էր կապված նաև ավագ քույրը Անահիտը։ Հետագայում Սեդրակյանների ընտանիքը տեղափոխվում է Կնունյանց, ներկայիս Վարդանանց փողոց, որտեղ վարպետ Մարգար Սեդրակյանին հատկացվել էր ավելի ընդարձակ բնակարան։ Վանուհին դպրոցն ավարտում է 1962 թվականին եւ անմիջապես ընդունվում է Երևանի Պետական բժշկական ինստիտուտ։ «1967 թվականը բեկումնային էր Վանուհու կյանքում։ Ինքը հանդիպում է իր ապագա ամուսնուն Ռուբենին։ Երիտասարդները ամուսնանում են հոկտեմբերի 7-ին։ Ռուբենը 24 տարեկան էր, իսկ Վանուհին 21։ Ռուբենը արդեն ավարտել էր Պոլիտեխնիկական ինստիտուտը, իսկ Վանուհին դեռ սովորում էր բժշկական ինստիտուտում։ 1968 թվականին ծնվում է ընտանիքի առաջնեկը Գոհարը, իսկ 1975 թվականին նրա եղբայրն Նայիրին։ 1969 թվականին երիտասարդ ընտանիքը մեկնում է Մոսկվա, քանի որ Ռուբենը ընդունվել էր Մոսկվայի ավիացիայի ինստիտուտի, իսկ Վանուհին գենետիկայի ինստիտուտի ասպիրանտուրա։ Փոքրիկ Գոհարն ընդամենը 8 ամսեկան էր։ Սկզբնական շրջանում երեխայի խնամքի հարցում օգնում էին դայակները, ապա Գոհարը սկսում է հաճախել մանկապարտեզ։ Մոսկվա գործուղում եկող հարազատները եւ բարեկամները պարտադիր իջևանում էին Պետրոսյանների տանը։ Վանուհին եւ Ռուբենը միշտ սիրով էին ընդունում բոլոր հյուրերին, եւ այդ ավանդույթները պահպանվել են մինչ օրս։ 1973 թվականին 66 տարեկանում հանկարծամահ է լինում Մարգար Սեդրակյանը, եւ Պետրոսյանների ընտանիքը վերադառնում է Երևան։ Վանուհին որպես կրտսեր գիտաշխատող անցնում է աշխատանքի միկրոբիոլոգիա ինստիտուտում։ Այնուհետև Վանուհին տեղափոխվում է Երևանի թիվ 1 բժշկական հենակետային ուսումնարան որպես դասախոս։ 1982-84 թվականներին որպես Պոլիտեխնիկական ինստիտուտի լավագույն դասախոսներից մեկը Ռուբենը գործուղվում է Ալժիր եւ դասավանդում է Օրանի տեխնիկական համալսարանում։ Վանուհին այնտեղ զբաղված էր ակտիվ հասարակական գործունեությամբ եւ Օրանում ԽՍՀՄ գլխավոր հյուպատոսությունում կազմակերպում էր հետաքրքիր միջոցառումներ եւ դասախոսություններ։ Օրանը գտնվում է միջերկրական ծովի հարավային ափին եւ Ալժիրի մեծությամբ երկրորդ քաղաքն է։ Երկրի կարևոր տնտեսական, գիտական ու մշակութային կենտրոններից մեկն է։ Պետրոսյանների այնտեղ անցկացրած տարիներն առանձնանում են աշխատանքային եռուզեռով եւ նոր երկրին ծանոթանալու ձգտմամբ։ Պետրոսյանների ընտանիքը նաեւ ճանապարհորդում է երկրով մեկ։ Նշենք, որ Ալժիրն աֆրիկյան մայրցամաքի տարածքով ամենամեծ երկրներից մեկն է։ Պետրոսյանների ընտանիքի այս շրջանի վառ հուշերից մեկն է Սահարա անապատով ճանապարհորդությունը։ Երևան վերադառնալով 1985 թվականին Վանուհին անցնում է աշխատանքի առողջապահության նախարարությունում։ Հաջորդված տարիներին Վանուհի Սեդրակյանը հմտանում է որպես առողջապահության կազմակերպիչ, մասնակցում է տարբեր մասնագիտական վերապատրաստումների, դասընթացների եւ համաժողովների, ինչպես ԽՍՀՄ-ում, այդպես էլ արտասահմանում։ Ծանր փորձություն էր 1988 թվականի դեկտեմբերին Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը։
Այդ շրջանում Վանուհին ու իր գործընկերներն օր ու գիշեր հերթապահում էին աշխատավայրում, որպեսզի կազմակերպեն բոլոր բուժական հաստատությունների անխափան աշխատանքը այդ դժվարին օրերին։ Հայաստանի երրորդ հանրապետության հաստատումից ի վեր Վանուհի Սեթրակյանին որպես հանրային առողջապահության հմուտ կազմակերպիչ հրավիրում են աշխատանքի Երևանի քաղաքապետարանի առողջապահության և սոցիալական հարցերի վարչություն։ Այնտեղ նա սկզբից աշխատում էր որպես առաջատար, ապա գլխավոր մասնագետ։ Տասնամյակներ շարունակ Վանուհի Սեթրակյանը վարում էր ամբուլատոր պոլիկլինիկական ծառայության ուղղությունը։ Վանուհի Սեթրակյանի աշխատանքային ստաժը 50 տարուց ավել է։ Նա իր մասնակցությունն է բերել առողջապահության կազմակերպմանը, մասնակցելով օրենսդրական և փաստաթղթա նորմատիվային բազմաթիվ քննարկումների։ Նա 2 անգամ ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Երևան քաղաքի տարբեր պոլիկլինիկաներում։ Որոշ ժամանակ եղել է Երևանի թիվ 9 պոլիկլինիկայի գլխավոր բժշկի տեղակալ, 2018-ից 22 թվականներին նա վերադարձել է պոլիկլինիկական ծառայության, ստանձնելով նոր Արեշ պոլիկլինիկայի գլխավոր բժշկի տեղակալի պաշտոնը։ Բոլոր աշխատավայրերում Վանուհի Սեթրակյանը վայելել է գործընկերների և ազգաբնակչության ճանաչումը, հարգանքը և վստահությունը։ Որպես քաղաքապետարանի ներկայացուցիչ եղել է Խաչատուր Աբովյանի անվան հիմնական դպրոցի կառավարման խորհրդի անդամ։ Հետաքրքիր զուգադիպությամբ հենց այս դպրոցի մեդալակիր շրջանավարտներից մեկը եղել է ամուսինը Ռուբեն Պետրոսյանը։ Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ առողջապահության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար 2011 թվականի սեպտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Վանուհի Մարգարի Սեթրակյանը պարգևատրվեց Մխիթար Հերացու մեդալով։ Վանուհին մշտապես ձգտել է ճանապարհորդել և ծանոթանալ նոր երկրների, քաղաքակրթությունների և մշակույթների հետ։ Բնավ պատահական չէ, որ նա աշխատանքի բերումով և որպես զբոսաշրջիկ այցելել է նախկին ԽՍՀՄ գրեթե բոլոր հանրապետությունները, եղել է Եվրոպայի, Միջերկրական ծովի, Ամերիկայի տարբեր երկրներում։ Վանուհու և Սեթրակի ջանքերի շնորհիվ 2015 թվականի հունիսի 12-ին Սայաթ Նովա 25 շենքի վրա տեղադրվում է հուշատախտակ նվիրված Մարգար Սեթրակյանի հիշատակին։ Վանուհի Սեթրակյանը հոգատար կին է, ընտանիքի օրինակելի մայր և տատիկ, լավ ընկեր ու բարեկամ։ Նա ունի 2 զավակ՝ Գոհարը և Նաիրին, 2 թոռնիկ՝ Մագդալինան և Վանուհին։ Այսօր Վանուհի Սեթրակյանը դարձավ 80 տարեկան։ Սիրելի Վանուհի, շնորհավոր ձեր տարեդարձը։ Մաղթում ենք ձեզ առողջություն, խաղաղ և ուրախ օրեր։ Թող միշտ շրջապատված լինեք սիրող մարդկանցով։ Շնորհակալություն ձեր բարության, հոգատարության և իմաստության համար։ Մենք ձեզ շատ սիրում ենք։ Վանուհի ջան, Վանուհի, թող պայծառ լինի ուղին, մեր կյանքի դու խորն իմաց, դու սիրո պայծառ ալմաս։ Վանուհի ջան, Վանուհի, թող պայծառ լինի ուղին, մեր կյանքի դու խորն իմաց, դու սիրո պայծառ ալմաս, դու սիրո պայծառ ալմաս։ Վանուհի ջան, Վանուհի, թող պայծառ լինի ուղին, մեր կյանքի դու խորն իմաց, դու սիրո պայծառ ալմաս, դու սիրո պայծառ ալմաս։ Վանուհի ջան, Վանուհի, քող պայծառ լինի ուղին, մեր կյանքի դու խորն իմաց, դու սիրո պայծառ ալմաս։